Հա, ու այդ հարաբերությունների ընթացքում երեխա է ծնվել։ Ու 23 տարի է ինքը տեղյակ չի, թե այդ երեխան անգամ ինչ տեսք ունի։ Հիմա հասկանում եք, չէ՞ ինչի համար էի ասում, որ Լանան իրավունք չունի երեխաների հետ աշխատելու, որ ինքը միշտ խղճահարություն է առաջացրել, որ իրան խղճան։ Այդ իրա ոճն է։ Աղջիկ երեխա է ունեցել։ Հա։ Ու ես որպես մորաքույր շատ եմ ափսոսում, որ տեղեկություն չեմ ունեցել այդ երեխայի մասին։ Ու չգիտեմ որտեղ է, ում հետ է ապրում։ Ու ինձ հունից հանում է Լանայի սառնությունը որպես մայր։ Ոնց կարելի է։ Չես ուղղակի անհնար է։ Ինչի։ Սխալ կարծիք ունեիք, հա։ Ինչ գիտեք այդ երեխայի մասին։ Որտեղ է, ինչով է զբաղվում։ Արդեն ասեցի, որ ոչ մի տեղեկություն չունեմ։ Այդ ժամանակ մենք այնքան խառն էինք, որ չգիտեինք ինչ անել։ Այդ ամոթի զգացումից չգիտեինք ուր գնանք։ Իսկ ում հետ է եղել այդ կապը։ Չէ, այս արդեն շատ էր։ Իզուր այսքան խոսեցի։ Խնդրում եմ Լանային ցույց չտաք, որ մենք իրար հետ խոսել ենք, որ դուք այսքան բան գիտեք։ Ոչ մի բան չասեք։ Հանգիստ եղեք։ Արդեն ամեն ինչ պարզ դարձավ։ Փաստորեն ես այսքան մոտ էի։ Այսինքն, ինչ նկատի ունեք։ Դե նկատի ունեմ, որ արդեն հասկանում եմ նման մարդու պահվածքի պատճառը։ Լանայի վրա երևի շատ է ազդել իր անցյալը։ Խնդրանքիս մասին չմոռանաք, հա։ Հանգիստ եղեք։ Ես ձեզ հիմա տուն կճանապարհեմ։ Չէ, կարիք չկա։ Ես ուզում եմ մենակ մնալ։ Փաստորեն Լանան 23 տարեկան աղջիկ ունի։ Չէ։ Ես դեռ ոչ մի բան հստակ չգիտեմ։ Պետք է ճշտեմ։ Ապրես, որոշել եմ, որ գործ անեմ, բայց չի ստացվում, միտքս ուղեղս լրիվ ուրիշ տեղ է, այսօր գործերն էլ հավաքվել են։ Արշակ մի քանի ժամից պետք է իմ հարսանիքը լիներ, արդեն ամեն ինչ պատրաստ է, իմ շորը սենյակում կախած է, բայց ոչ մի բան չի լինելու։ Ու գիտես ամենացավոտը որն է, որ դու միշտ սպասում ես ինչ-որ պահի, որ երջանիկ լինես։ Դու պատկերացնում ես այդ ժամանակ քեզ ոնց ես զգալու, այդ ժամանակ ոնց ես թեթևանալու, ինչ ես ապրելու։ Բայց կյանքը քո համար լրիվ ուրիշ բան է պատրաստում։ Ու ուղղակի սկսում ես հույսով սպասել։ Ու հասկանում ես, որ իրականությունը այդ հույսերի հետ ոչ մի կապ չունի։ Հա, Էմմա ջան։ Պարոն Մարգարյան, Նորոյի գործի հետ կապված վատ նորություն կա։ Ինչ ա եղել։ Հիմա ինչ ա եղել, Էմմա։ Ուղղակի Լանայից հեռու մնացեք։ Մի մարդ, որ իր երեխուն թողել է բախտի քմահաճույքին ու չի էլ հետաքրքրվում, թե ում հետ է ապրում, որտեղ է ապրում, ոնց կարա երեխաների հետ աշխատել իմանա, կամ կրթի երեխաներին, ուրիշի երեխաներին ոնց կարա լավ վերաբերվի։ Լանան երեխա ունի։
Հա, ու չի էլ իմանում, թե այդ երեխան ուր է, ում հետ է ապրում, ոնց է ապրում։ Հիմա այն վերջին հույսը դուք եք։ Ու եթե ես ձեր կողմից քայլ չտեսա, ես կսկսեմ հասկանալ, որ այս խաղում պարտվել եմ։ Ու Արշակն էլ իր քույրներ հաղթել են, ինձ էլ ձեզ էլ։ Լսի, Մագդան Արշակի հարազատ քույրը չի։ Հասկացար։ Արշակի քույրը չի։ Այսինքն, բա ով է, որ Արշակի քույրը չի։ Այսքան պատահականություն հնարավոր չէր լիներ։ Պետք է հասկանամ։ Մի ձև պետք է հասկանամ։ Ես հենց հիմա գալիս եմ բաժին։ Արշակ ինչ ա եղել, Էման Նորոյի փաստաբանն է, չէ՞, Նորոյին ինչ-որ բան ա նորից եղել։ Մագդա, չգիտեմ որտեղից այդ Կարենը իմացել է, որ Նորոն բաժնում է ու Նորոյի դեմ ինչ-որ բաներ է խոսացել։ Այսինքն ինչ ա ասել։ Ասել է իբր Նորոն իրան ծեծել է, չի թողել, որ սեփական կնոջ հետ շփվի։ Ինչ։ Լավ, ես չեմ հասկանում, ինչի է Նորոյի անունը տվել, եթե ես եմ իր ու Լանայի արանքում կանգնել։ Այդ ես չեմ թողել, որ Լանան իրա դուդուկի տակ բարի։ Լավ, ես չեմ հասկանում, եթե տենց որոշել է փրփուրներից կախվի, ինչի իմ անունը չի տվել։ Արշակ մի շատ պարզ պատճառով, որովհետև հիմա Նորոն ա որ բաժնում է, ու Նորոյի գլխին ինչ-որ բան սարքելը շատ ավելի հեշտ է, քան քո։ Ու հետո ինչ էական է, քո անունը կտար թե Նորոյի։ Չես հասկանում, որ դրանով խնդիրը չի վերանալու։ Խնդիրը այն ժամանակ կլուծվի, երբ որ դու հասկանաս, որ Լանան պետքա դուրս գա, համ քո կյանքից, համ մեր կյանքից։ Որ այդ կնոջ ներկայությունը մեր կյանքում բացի վատից ուրիշ բան մեզ չի տվել։ Մագդա, դու Կարենին նոր ես ճանաչում։ Ոնց խոսացել է, տենց էլ խոսքերը հետ կվերցնի։ Արշակ, դու ամեն ինչ կանես, ինչա թեզ Լանայի հասցեին մի թթու խոսք չասեմ։ Ուղղակի մի բան իմացի։ Կարենը այնտեղ հանգիստ չի նստելու, իմանալով, որ ստեղ իր կինը ամբողջ օրը քո շուրջն է պտտվում։ Տեսար, Նորոյի դեպքն էլ վառ ապացույց։ Ինքը ամեն ինչ անելու է։ Իբր Նորոյի վիճակը շատ լավ էր, հիմա էլ էս գումարվեց։ Ու գիտես, այս ամեն ինչի պատճառը որն է։ Այս ամեն ինչի պատճառը մեր չստացված դայակն է։ Մագդա, վերջացրու այս խոսակցությունը։ Ես գնում եմ բաժին։ Մագդա, Գիտեմ, որ զարմացար։ Մենք պետքա շտապ հանդիպենք։ ինչ որ բան ա եղել։ Դե դժվար ես ուղակի ուզենայի քո հետ խոսայի։ Ինձ տեղը տասը։ Ես հիմա աշխատանքի եմ։ Եթե քեզ հարմար է, մի ժամից հանդիպենք, հա, դասս ավարտեմ ու գամ։ Այդ փաստորեն դպրոցում ես, հա, աշխատում։ Հա, ուղղակի չեմ կարող դասաժամի տեղափոխություն անել։ Լսի, ես քո հետ չեմ պատրաստվում ժամերով խոսամ։ Եթե հնարավոր լիներ, հեռախոսով կասեի։ Ուղղակի գալու եմ մի քանի րոպեով դուրս կգաս, չեմ կարծում այդ անհնարին բան է։ Լավ։ Տատ գիտեմ, որ հիմա Նորոյի մասին ես մտածում։ Ինձ Էլիզա ամեն ինչ պատմել է։ Ու խնդրում եմ քեզ։ Այդքան մի մտածի, մի լացի։ Նորոյին դու ես մեծացրել։ Դու ես իրան դաստիարակել։ Ու մի վայրկյան անգամ որ կասկածես ու վատը մտածես, այդ անարդար կլինի։ Բալես, ես Նորոյին չեմ կասկածում։
Ես իրան իզնից շատ եմ վստահում։ Ես այս չար ու կեղծ աշխարհին չեմ հավատում, բալես։ Այս դարում արդար մարդը չսիրված ու չընդունված է։ Ու նորոս հենց այդ մարդն է։ Տատ, ապրես բալես։ Ապրես, որ այսքան ուժեղ ես, որ քեզ սենց լավ ես պահում։ Գիտես ինչքան ես ինձ օգնում, շատ։ Մագդա։ Բարև։ Բարև։ Բան ա եղել։ Լարված ես։ Հա, Լանա, շատ լարված եմ ու հազիվ եմ ինձ զսպում, որ քո հետ ուրիշ ձև չխոսամ։ Այսինքն այն, որ դու պետքա մոռանաս Արշակին։ Պետքա մոռանաս, որ Կարենն էլ մեզ մոռանա ու վերջապես հանգիստ ապրենք։ Չհասկացա, Կարենն ինչ ա արել։ Նորից Նորոյի դեմ ա խոսել։ Ասելա, որ Նորոն մի քանի անգամ փորձել ա իրան ծեծի ու որ ձեր բաժանման պատճառը հենց Նորոն ա։ Ինչ ես խոսում։ Լանա, խնդրում եմ քեզ, հեռու մնա մեր ընտանիքից, հեռու մնա ինձանից։ Ես հասկանում եմ, դու սիրահարված ես ու շատ դժվար է այդ ամեն ինչը։ Բայց հասկացի, որ շատ ժամանակ, երբ որ գիտակցում ես, որ այդ սերը մնացածին մենակ վատն ա բերում, ուղղակի այդ պետքա թողնես։ Դու չես կարա քո ամեն արարք սիրահարված լինելով արդարացնես։ Երբեմն հասուն մարդը էնա, որ հրաժարվում ա ուղղակի այդ ամեն ինչից։ Ես չեմ եկել, որ քո հետ կռվեմ, չեմ եկել, որ քեզ հարցեր տամ։ Ուղղակի որպես աղջիկ եկել եմ քեզ խնդրեմ։ Եթե քո կյանքը փչացել ա, իմն էլ չպիտի փչանա։ Ես պատրաստ եի աչք փակել ես ամեն ինչի վրա, որովհետև կույր չեմ, տեսնում եմ քեզ Արշակը ինչքան շատ ա սիրում։ Ես կհանդուրժեի, եթե Կարենը չհասներ Նորոյին։ Դու միշտ ուզել ես, որ քեզ հասկանամ։ Հավատամ, որ դու իմ ընտանիքի վատը չես ուզել, որ Կարենի հետ կապ չես ունեցել։ Հիմա, եթե դու իմ խնդրանքը անես, կապացուցես, որ դու ճիշտ ես եղել։ Լանա, ինչի չես խոսում, ինչի չես պատասխանում։ Արշակը միշտ ասել ա, որ դու իմ լավն ես ուզել, որ ուղղակի ուզել ես ինձ պաշտպանես այդքան բան։ Հիմա ես եկել եմ, քեզ խնդրում եմ, ասում եմ, որ օգնես ինձ, պաշտպանես ինձ։ Ինչի համար չես խոսում։ Տես աղջկան ինչ եղավ։ Էլիս։ Ես ոնց վախացրիր։ Ես որտեղից ես գալի։ Խանութ էի գնացել։ Քեզ որ տեսա շատ ուրախացա, ինչ լավ եկել ես։ Հազիվ ժամանակ գտա ու առանց ոչ մի բան նայելու վազել եմ հետևիցդ։ Շատ էի քեզ կարոտել։ Ես էլ քեզ։ Էլիս, օրը կգա ու մենք հանգիստ շունչ կքաշենք, այս ամեն ինչը կավարտվի։ Երազում եմ այդ օրվա մասին։ Նորոն որ տանը չի, տունը դատարկ կա։ Էլ չեմ դիմանում այդ։ Չէ, տես բաներ մի մտածի։ Սենց բաների միջով ենք անցե հաստատ տեսել կհաղթահարենք։ Կհաղթահարենք, բայց ինչ գնով։ Այս կյանքում ամեն դժվարություն իր հետքն է թողում մեր կյանքում։ Դրսից չի երևում, բայց ներսումդ ամեն ինչ փոխվում է։ Դու առաջվանը չես։ Ամեն դժվարություն մի հետք թողում է կյանքումդ։ Կյանքիցդ մի քիչ պակասում է։ Հույս, հավատ, թեթևություն։ Ու դու հասկանում ես, որ դու էլ առաջվա պես չես ուրախանում հեշտ։ Առաջվա պես հեշտ մարդկանց չես վստահում։ Էդ ես չեմ վախենում դժվարություններից։
Ես վախենում եմ, որ մենք ներսից այնքան կծանրանանք, որ իրար կկորցնենք։ Դու գիտես, որ ես երբեք քո խնդրանքի կողքով անտարբեր չեմ անցնի։ Ուրեմն հեռու կմնաս Արշակից։ Կասես Կարենին, որ դու էլ մեր հետ ոչ մի գործ չունես, ու որ նորոյին ոչ մի բանի մեջ չմեղադրի։ Լանա, իմ համար շատ բարդ է այս հարցը քեզ նորից տալը։ Բայց ես կարամ քեզ էլի վստահեմ։ Լանա, կամ ասա հա, կամ ասա չէ։ Ես կփորձեմ խոսել Կարենի հետ։ Կփորձեմ համոզել։ Ես ուզում եմ դու Արշակի հետ հարաբերություններիդ վերջ տալուց հետո խոսաս Կարենի հետ։ Հասկացա։ Լանա, խնդրում եմ մի մտածի, որ իմ զգացմունքները քո զգացածից ավելի կարևոր են։ Ուղղակի հիմա նորոնն հենց հարցի առաջա կանգնած, որ ամեն խոսք ազդում է իրա վրա։ Ու շատ վատ առումով է ազդում։ Հասկանում ես, չէ, ինքը ոչ մի բան չի արել ու չի կարա դրա համար պատասխան տա։ Եթե հանկարծ այդ ամեն ինչը հաստատվի ու այդ հարցը մնա, իր ամբողջ կյանքը ուղղակի փչանալու է։ Իմ սիրտն էլ է շատ ցավում նորոյի համար։ Բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ուրեմն կօգնես, չէ՞ ինձ։ Նենց կանես, որ ամեն ինչ լավ լինի։ Ես քեզ հույսով կսպասեմ ու խնդրում եմ այս անգամ ինձ չհիասթափեցնես։ Ես ոչ մի անգամ չեմ ուզել քեզ հիասթափեցնել։ Մենք ուղղակի իրար չկարողացանք հասկանալ։ Հիմա կա այդ հնարավորությունը։ Եթե դու ես ամենը Կարենին ասես ու մեզնից հեռու մնաս, ես քեզ կներեմ։ Լանա, բան է եղել, մի տեսակ ես։ Չէ։ Չէ։ Ճիշտն ասած, նկատեցի հետիդ կանգնած աղջկան։ Շատ նման էր քեզ քույրդ, ա՞։ Չէ, քույրս չի։ Լուրջ։ Ախր շատ նման էր քեզ։ Բայց ասա, որ ինչ-որ բարեկամական կապ կա, որովհետև դժվար անծանոթ մարդը տենց քեզ նման լիներ։ Հասմիկ, Եթե չիմանայի, որ աղջիկ չունես, կմտածեի, որ աղջիկը տա, այդքան նման էր քեզ։ Լանա, իմ դասը սկսում է, ես պիտի գնեմ։ բայց մի տեսակ ես։ Ով էր այդ աղջիկը։ Ասեցի դասը սկսում է։ Լավ, ես ոնց կասկածներս ճշտեմ։ Ալո։ Բարև ձեզ։ Ինչ լավ է պատասխանեցիք զանգիս։ Բարև։ Եթե բան ունես ասելու, արագ ասա, որովհետև տեղս հարմար չի։ Մենք պետք է հանդիպենք։ Ինչի համար։ Ինձ թվում է ես գտել եմ Մագդայի մորը։ Ու իմ կասկածները ճշտելու համար օգնություն է պետք։ Արի խոսենք, էլի ժամանակը շատ քիչ է, բայց մի քանի րոպե կտրամադրեմ։ Լավ։ Էլիս, ես կյանքում թուլանալը հեշտ է։ Վատի մասին մտածելը, վատին սպասելը ու դրան հավատալը շատ հեշտ է։ Որովհետև մարդիկ վախենում են պայքարելուց էլիս, որովհետև այդ պայքարի համար ուժ է պետք։ Գիտես, ավելի հեշտ է ասելը, էս է մեր բախտը։ Ուղղակի գլուխը կախել ու թողել, որ ամեն ինչ իր հունով գնա։ Ավելի հեշտ է վատին սպասելը էլիս, քան լավի համար կռվելը։ Ու այս ամեն ինչը մեր օրերում շատ բնական է դարձել։ Բայց գիտես ինչն է ամենադժվարը էլիս։ Ամեն անգամ ընկնելուց հետո նորից կանգնելը։ Չասելը, որ այս աշխարհը սենց է, ու մենք ոչ մի բան չենք կարա փոխենք, չէ՞ էլիս։ Այդ տենց չի։ Մենք շատ բան կարանք փոխենք, շատ բան։
որովհետև այս աշխարհի դրվածքը մեր պատճառով է, որ սենց սուռա։ Բայկարը ցավոտ է էլիս, որովհետև ստիպում է հավատալ, երբ վախենում ես։ Ստիպում է քայլ անել այն ժամանակ, երբ վստահ չես, որ ոտքերիդ տակ հող կա։ Էդ ինչ ուժեղ մարդ ես դու։ Դու էլ ես ուժեղ էլիս։ Չկոտրվես հանգարց։ Թույլ չտաս, որ կյանքը որևէ պահեդրությամբ քեզ ստիպի մտածել, որ պայքարելու իմաստ էլ չկա, որովհետև դրա իմաստը միշտ էլ կա էլիս, միշտ։ Դու իմ անձնական հոգեբանն ես, լուրջ եմ ասում։ Դու էլ իմ։ Ինչքան ժամանակա ձեր հետ կապ հաստատել չի լինում։ Հուսամ էլ սենց բան չի կրկնվի։ Մենք մեր ձեռքին շատ մեծ զենք ունենք։ Ու դուք ինձ պետք է օգնեք կասկածներս ճշտեմ։ Լավ, արի հիմա Հասմիկ ջան, անցի բուն թեմային էլի, ես ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ այդքան ներվեր ունեմ։ Ինչ ես իմացել, ով է այդ կինը, ինչ գիտես, որ Մագդայի մաման է, ինչ ես իմացել։ Ես չեմ իմացել, բայց ինքը ինձ գտել է։ Այսինքն։ Մենք միասին նույն դպրոցում ենք աշխատում։ Ես ես հիմա ամեն ինչ կպատմեմ։ Հասկանում եք, մի պատմության մեջ չի կարա այսքան զուգադիպություն լինի։ Լավ էլիս, նոմոդիտուն ես էլ գնամ տնամ ինչ եմ անում։ Արի գնանք ներս սուրճ կխմենք։ Համել Ալինան եկել է, վստահ եմ քեզ շատ է կարոտալ։ Չէիր ասել։ Ուֆ, էդ մոռացել էի։ Համել սրանից առաջ երբ էինք խոսացել, որ մի հատ էլ ասեի։ Ես ձեզ ասում եմ կասկածներս հաստատելու կարիք ունեն։ Խնդրում եմ օգնեք ինձ։ Այսինքն այդ կնոջ քույրն է քեզ եկել այս ամեն ինչը պատմել, հա։ Հա։ Ճիշտ է, շատ բարդ էր իրանից խոսք պոկելը, բայց ստացվեց։ Ու մի քիչ առաջ էլ Լանային ու Մագդային դպրոցի բակում տեսա։ Ու ոնց հասկացա վիճում էին, որովհետև Լանան շատ լարված էր։ Բա հարց ու փորձ չարեցիր։ Արեցի։ Բայց Լանան այդքան էլ միամիտ կին չի։ Ինքը իր կյանքից շատ չի պատմում։ Հասկանում եք, մի պատմության մեջ չի կարա այսքան զուգադիպություն լինի։ Երբ որ ես հաստատ կիմանամ, որ Լանան Մագդայի մաման է, այդ ժամանակ կսկսեմ գործել։ Հասմիկ, ես չեմ հասկանում, դու ինչ ես ընկել առհասարակ այդ պատմության հետևից։ Ինչի՞ դա պետք իմանաս Լանան Մագդայի մաման է, թե չէ։ Կամ ասենք, եթե այդ աղջկան վատ դրության մեջ դրեցիր, ինչ ա տալու բաժանելու է Նորոյին ու Մագդային։ Չէ, ավելի շատ է նորոնուզելու լինի այդ աղջկա կողքը։ Հասմիկ, մտածի, քեզ օգնելու փոխարեն հանգարց քեզ չվնասես։ Չեմ վնասի։ Այս պատմությունը իմ հաղթանակն է դառնալու, այ կտեսնեք։ Ուղղակի ես պետքա կասկածներս հստակ ճշտեմ։ Այդ ժամանակ ես կսկսեմ գործել ու կտեսնեք, թե ոնց եմ այդ ընտանիքի կյանքը դժոխք սարքելու ու Նորոյին էլ ազատելու դրանց թակարդից։ Ուղղակի վստահեք ինձ։ Լավ, կհետաքրքրվեմ։ Դու ավելի լավ է հիմա ինձ ասա, որտեղ ապրում այդ Մագդայի մաման, հասցեն տվյալները ու մնացած ամեն ինչը։ Ամեն ինչ կասեմ։ Ինչ էլ չգիտեմ, կգտնեմ ու կփորձեմ ինչ-որ բան ասել։ Հասկացեք, այս ինձ իրոք շատ է պետք։ Հասկացա։ Լավ, Հասմիկ, ես հիմա գնամ իրոք շատ խառն եմ ու շատ կարևոր գործեր ունեմ։ Չեք կորի, չէ՞, կօգնեք ինձ։ Հասկացա քեզ, Հասմիկ։ Ոնց ես Ալինս, կարոտել էի քեզ։ Բա ես ոնց էի կարոտել։ Բա այն առաջին հարցը։ Հա, լավ եմ, դու ոնց ես։ Փորձում եմ լավ լինեմ։ Այդ որ մի պահ գրկեցի քեզ, ինձ թվաց Նորոյին եմ գրկել։ Գիտի ամեն ինչ։ Նորոն շատ շուտով տանը կլինի Ալին։ Մենք ես եմ քեզ խոստանում։ Իսկ ես հավատում եմ քեզ։ Ու ընդհանրապես ես վստահ եմ, որ ինքը շուտով վերադառնալու է։ Ինչ խելացի երեխա է։ Նա ինչքան լավ է տրամադրված, օրինակ վերցրու։ Հա, այդ ուրիշ տարբերակ չկա։
Նորն անմեղ է ու կապ չունի այն ամեն ինչի հետ, ինչում իրան մեղադրում են։ Հետևաբար իրան այնտեղ պահելու իրավունք չունեն, ուղղակի ժամանակ է պետք։ Ապրես արևս, ճիշտ ես մտածում։ Ես գնամ սուրճ դնեմ։ Մագդա կարող է իմանաս Ալինան եկել է թե չէ։ Չէ, արև ես տեղյակ չեմ, բայց եթե կլինի դու հիմա գնա քո սենյակ։ Խանգարում եմ։ Չէ, չես խանգարում, ուղղակի ես հիմա շատ անհանգիստ եմ, հենց հանգստանամ մենք իրար հետ հաստատ կխոսենք։ Լավ։ Հա, արևս։ Բարև Էլիզ, ո՞նց ես։ Բարև։ Լավ, դու։ Լավ եմ, ուզում էի իմանալ Անինայից լուր կա, եկել է։ Հա, արևս եկել է։ Վա ինչ լավ է, ուրեմն կխոսենք։ Ես իրան այնքան բանում եմ ասելու։ Բայց դժվար ստացվի հանդիպել։ Զանգերիս էլ չի պատասխանում։ Արև, արի ես իր հետ կխոսեմ, կհամոզեմ իրան, հետո քեզ կզանգեմ։ Լավ։ Դե լավ, ուրեմն կսպասեմ։ Էդ ինձ պետք է համոզես ինչ-որ բան, հա։ Ալին, երեխան ուզում է հանդիպեք, նորմալ հասկանաք իրար, խոսեք։ Ես չեմ ուզում։ Սխալ ես անում Ալին։ Արևը ոչ մի բանի հետ կապ չունի, իրան անցյալի պատմությունների հետ մի խառնի։ Դենց հեշտ ես ասում Էդ։ Հեշտ եմ ասում, որովհետև հավատա դրա մեջ ընդհանրապես բարդ բան չկա։ Դու ես բարդացնում։ Ոչ դու ոչ էլ Արևը այդ պատմությունների հետ ընդհանրապես կապ չունեք Ալին։ Դուք քուրիկներ եք ու ձեզ պիտի քրոջ նման պահեք։ Էլ ինչ հրամաններ կան։ Ալինա։ Ինչ։ Ինչ Էլիս։ Գիտես ինձ հեշտ է սենց խոսելը, հա։ Նենց չի ես ատում եմ այդ երեխուն, հակառակը ես սիրում եմ իրան։ Բայց ես չեմ կարողանում իր հետ հիմա շփվել, չի ստացվում, որովհետև ես չգիտեմ ոնց եմ ինձ պահելու կամ ինչ եմ անելու։ Դժվար է լինելու, շատ դժվար։ Դժվար բան չկա։ Դու ավելի ծանր դեպք ես Էլիս։ Քեզ համոզել եմ, որ ստացվեց, իրան կստացվի ու կստացվի։ Լավ, ես գնացի։ Գապի մեջ։ Ես չեմ եկել, որ քո հետ կռվեմ, չեմ եկել, որ քեզ հարցեր տամ, ուղղակի որպես աղջիկ եկել եմ քեզ խնդրեմ, եթե քո կյանքը փչացել է, իմն էլ չպիտի փչանա, ես պատրաստ էի աչք փակել ես ամեն ինչի վրա, որովհետև կույր չեմ, տեսնում եմ քեզ Արշակը ինչքան շատ է սիրում, ես կհանդուրժեի, եթե Կարենը չհասներ Նորոյին։ Դու միշտ ուզել ես, որ քեզ հասկանամ, հավատամ, որ դու իմ ընտանիքի վատը չես ուզել, որ Կարենի հետ կապ չես ունեցել, հիմա եթե դու իմ խնդրանքը անես, կապացուցես, որ դու ճիշտ ես եղել։ Չէ, բալես։ Ես իմ խոստումը կպահեմ։
Նորություն կա Էմա ջան։ Դեռ ոչ։ Նորից հայտ եմ ներկայացրել գրավով ազատելու համար, բայց կարծում եմ մերժվելու ենք։ Կարենի խոսքը լավ ազդել է գործի ընթացքի վրա։ Բա հիմա ինչ ենք անելու։ Դե հիմա ուզում եմ Կարենի հետ մի հատ հանդիպեմ, խոսեմ հասկանամ ինքը ինչ ունի Նորոյի դեմ, ըստ դրա արդեն կհասկանանք։ Գնալով ամեն ինչ բարդանում է։ Մեզ հիմա պետք է շատ ապացույցներ հավաքենք, որ Նորոյին կողմ լինի։ Մնացածը արդեն լուծվող է։ Իսկ գործը դատարան տեղափոխելու մասին խոսակցություն կա դեռ։ Գևորգյանը հայց է ներկայացրել։ Սպասում ենք հիմա պատասխանի։ Լավ, ես գնամ, նորություն լինի կզանգեմ։ Լավ։